Շատ երկրներում թափոնները տեսակավորելը դա սովորական բան է, իսկ Հայաստանում այդ սկսել են կիրառել միայն վերջին տարիներին։ Թափոնների տեսակները՝ պլաստիկ, ապակի, մետաղ և թուղթ։ Նրանցից կարելի է պատրաստել տարբեր իրեր, որոնք օգտագործում են կենցաղում։ Դրա մասին ես պատմել եմ իմ բլոգում, պատումի տեսքով, իսկ հիմա կպատմեմ նրա մասին, թե ինչպես են թափոնից ստանում էլեկտրաէներգիա։ Ըստ հաշվարկների յուրաքանչյուր մարդ տարեկան արտադրում է 600-ից 1000 կգ թափոն և այս թիվը անընդհատ աճում է։ Էներգիա ստանալու օրինակներից չոր պիրոլիզը, թափոնները ջերմորեն քայքայում են անոտ տարածության մեջ, որը տալիս է գոլորշի և ջուր, որոնք ջերմային էներգիա են թողում։ Այս եղանակի առավելություններն են շրջակա միջավայրի պաշտպանություն, վտանգավոր թափոնների և աղբանոցների վերացում։ Այս թեման շատ ծավալուն էր, բայց ես այսքանով կավարտեմ։ Հաջողություն։